Այսօր ձեր հետ ուզում խոսամ սևակի կերպարի մասին, ինչի համար իմ համար դժվար, ինչ ապրումներ եմ ունենում ու ինչ ապրումներ եմ ունեցել 8 տարի առաջ։ 2018 թվականի, երբ որ ես եկա Հայաստան, իմ եղբոր կինը ինձ ասաց, որ մենք հիմա մամայի կյանքն ենք երկարացնում, այլ ոչ թե նենց ենք անում, որ վերջնական բուժվի։ Ես էլ բանակ էի գնալու 2019 թվականին ինձ տարան բանակ, տնից առաջ ես ամբողջ ընթացքում մամայի հետ քիմիոթերապիաների էի գնում, ասում էի, չէ, հաստատ կբուժվի։ Մենք մաքսիմալ ընկերական ենք մամայի հետ, ոնց որ Գուգոն ու Գուգոյի մամանա, նույնն էլ մենք ենք, այտենց ուրախ զվարթ ապրում ենք։ Երբ որ ես ծառայության մեջ էի, մարտի 4-ին ինձ քուրը զանգ արեց, ասեց, որ մաման ուզում է քեզ տենա, սպասվում էր, որ ուղղակի մամայի վիճակը շատ ծանր էր։ Ես եկա արդեն 2020 թվականի մարտի 5-ին մահացավ։ Վերջերս եւ եղա մամայի հետ տեսարան, այդ ամենադժվարն էր իմ համար։ Ու երբ որ մերոնք իմացան սևակի կերպարի մասին, շատ առաջի երկրորդ երեմ դե այդքան էլ չկայի, հետո սկսեցին նայել, պապա զանգեց, ինքն է ծանր էր տանում, որովհետեւ այդ դեպքն եք հիշում, իսկ սևակի կերպարը ես չգիտեմ վերջում ինչ է լինելու սևակի կերպարի հետ, որ ամեն անգամ դուրս է տեսնում հարցնում եք, ես էլ չգիտեմ իրականում։ Ուզում եմ ուղղակի ձեզ ասեմ, որ միշտ չէ որ ամեն ինչ վատ է վերջանում։ Այդ միշտ իմացեք ու միշտ լավը տրամադրվեք։ Բոլորին առողջություն եմ ցանկանում։